وأن محمدا صلى الله عليه وآله وسلم das waren eine لا بس لسه kann ich das ja Aber pomidorları işini çiçek usta life miyiz? Böyle joğurca, böyle ne kadar spasık tad hava kıvırını sıksın. Böyle joğurca. Վազարոքին արդեն լրացավ, եկեք սկսենք մնացածը հետո գնանք, ուրեմն ժողովուրդ այսօր մի հատ երկրորդ էլի մեզ համալրում ա եկել, էլի ուղղակի այս անգամ տղերքի մեջ շատ հետաքրքիր թեմա կա, որ ուզում եմ պատմեմ, ուրեմն այս ջոկատի մեջ որ եկել ա, չնայած մենք դառնում ենք մի ջոկատ, ուղղակի այս խմբականակը որ եկել ա տղերքի, հիշում եք որ մտել էի ասում էի այդ հրապարակում կռիվ անելու տեղը եկեք ստե, եկել են։ Ուրեմն եկել են ու ինչա, բարձում եմ ես մարդիկ ուղղակի իսկականից հավատացել եմ, որ փաստաթուղթ ա ստորագրվել, իրանք իրանցով գնացել են, հետո դոգը հայտարարել ա, որ իրանք են կազմակերպել, որ այս մարդիկ գնացել են, բայց իրականում տես բան չկա։ Հիմա մեզ մի հատ հարց ա հետաքրքրում։ Այն լավ հիմա քանակությունը բնականաբար չեմ ասի քանի հոգի են եկել, բայց այս մարդիկ կապ չունի, հրապարակը մլեին չլեին, մեկը գալու էին։ Հիմա հարց ա հետաքրքրում, համ իմ մոտ, համ ինձ թվում ա ձեր մոտ էլ, չէ՞ տղերք։ Որ այն մնացածը ուր են որ գոռում էին զենք տվեք, մենք ուզում ենք գնանք կռվենք։ Տալիս ենք, ախպեր, զենք էլ ենք տալի, ֆորմա էլ ենք տալի, ամեն ինչ տալիս ենք, եկեք։ Մի հատ Գևորին ճանաչեք, ժողովուրդ ջան, Գևորը լավ ախպեր ա, որ եկել է այսօր ուղղակի համ տարիքային նա ցածր 20 տարեկան ա, համ էլ բանակում չի ծառայել, բայց չի ծառայել ոչ թե փախել ա, այլ պատճառ կա, որ չի ծառայել, դրա համար հիմա որոշել ենք Գևորին չտանենք, բայց Գևորին, որ ինքը sense թասիբով կարգին տղա է, այս տարիքում, որ ուզում ա մտածում ա իր հայրենիքի մասին, իր հայրենիքին ուզում ա օգտակար լինի, Գևորին որոշել ենք կցենք մեր գործին, բայց sense Այն համարը, որ գոջեին եք զանգում, արմանին եք զանգում գալու համար, հիմա Գևորի համարը կասեմ, հագետ։ Գևորի համարը կասեմ, գոջեի հետ արդեն Գևորն էլ կզբաղվի այդ հարցով, զանգում եք, ընդեղ տեղը Գևորը ձեզ կասի, ընդեղ Գևորն էլ ընդեղ կլինի, կկազմակերպեք, մնացածը արդեն ոնց որ միշտ եղել է, տենց էլ ամեն օր, ամեն աստծոր մարդիկ գալիս են փառքաստու, այնքան մինչև մեր ուզած 500-ից 1000 հոգանոց մի հատ մեծ գնդի չափ քանակությունը լրացվի, այն մնացածը արդեն դուք ձեր սիրած լուրերից կնայեք, կտենաք, թե ինչեր են անում, ոնց են անում ու հələ ինչեր պետք է անենք։ Գեր ջան, համարը տասա մի հատ։ 041 165 165 175 175 041 165 175 Գևորին էլ զանգեք, Արմանի համարն էլ 033 17 չէ, 16 17 15 Արմանի համարն էլ զանգեք,
արդեն այնտեղ կպայմանավորվեք ամեն օր տղերքը գալիս են, ամեն օր լավ նորմալ քանակությամբ գալիս են, արդեն կարող ենք շատ լուրջ հարցեր լուծենք ու ուղղը շատ լուրջ հարցեր լուծել ենք։ Այսքանը լավ մնացեք, ամեն ինչ նորմալ է, չլնող բան չկա, ինչ առաջադրանք էլ որ դրած է դեմներս, ամեն ինչ կատարում ենք, չենք նեղվում, չենք խեղճանում ու հիշում ենք, որ Թուրքիան Թուրքն է, որը որ մեր առաջ միշտ փախել է։ Լավ մնացեք, կապի մեջ եք։ Սահմանին ու հայկական կողմը դա տեսել է, բոլորն են տեսել, ամերիկացիները, դե սատելիտով, արբանյակով, հիմա մենք էլ ունենք մեր արբանյակը, ամեն ինչ տեսնում ենք, հասկանում ենք։ Հայաստանը դրան այդ սադրանքին չի տրվել և մի մոմենտ սկսվել է այնտեղ պատերազմը։ Հարձակվել են քոչվորները։ Հարձակման ժամանակ թիրախավորվել են զինանոցներ, թիրախավորվել են ռազմական կետերը, իհարկե սարանքում չի կարող չլինի, որ ինչ-որ հասարակ տուն, շենք, դպրոցել, ինչ-որ նրանք խոցեն, և այս ընթացքում ես ձեզ ասեմ, որ խոցել են զինանոցներ, այո, որոնք եղել են դատարկ։ Ինչի դատարկ, որովհետև հայկական կողմը իմացել է, որ հարձակում է լինելու և այն խոցելի մասերը հանած են եղել, դե ռազմական, ասենք, ստրատեգիական որոշ գաղտնիքներ կա, որի մասին ընդլայնված չի կարելի խոսալ և մինչև այս էլ չեն խոսացել, բայց ցենց սիտուացիա ասեմ, պատկերացրեք, որ այնտեղ ինֆորմացիա կա, որ զորք է այնտեղ է, եթե այնտեղ ոչնչացնես, այսինքն այդ զորք չկա մոտակայքում, որպեսզի ինչ-որ միտեղ կա, ուտերից կարելի է ճեղքել ներս մտնել։ Ոչնչացնում են այդ տեղը, ուզում են ճեղքեն, պարզվում է զորք ուրիշ տեղ է և սպասում է նրանց։ Ցենց մի հատ սիտուացիա։ Մի խոսքով, մի քանի օր տևում է պատերազմը, որը Հայաստանը պատերազմ չի անունը պատերազմ չի դնում, ասում է, որ հարձակվել են պատերազմական վիճակ, բայց զորահավաք չի անում և զորքերը չի տանում սահման, այսինքն պատերազմ չի հայտարարում Ադրբեջանին։ Սրանով Հայաստանը խուսափում է այն փաստը, որ Ադրբեջանը կարողանա ավելի լայնամասշտաբ հարվածներ հասցնի։ Օրինակ, եթե Հայաստանը Ադրբեջանի պատերազմ հայտարարի, Ադրբեջանը շատ հանգիստ համաշխարհային օրենքի շրջանակներում կարող է Երևանին հարվածներ հասցնել և դա իսկապես տեղի կունենար, դա պլանավորված էր այդպես, բայց նորից Նիկոլան Կոտրելին և նրա թիմը ավելի խելացի դուրս եկան և կանխեցին այս չարիքը։ Պատերազմի ժամանակ մի քանի դիրք վերցրել են քոչվորները, տղաները շատ դիրքերից վերադարձրել են, նույնիսկ ճարպկություն են արել այն ժամանակ, որ հրաման է եկել, այսօր առավոտվա երեկվա մասին է խոսքը, որ ադրբեջանցիները չկրակեն, որովհետև ՄԱԿ-ի ուշադրությունը այնտեղ է, Օդակայևայի այդ բաներն են, այդ դիտորդները, տղաները հասցրել են մի քանի դիրք էլ հետ վերցնեն։ Մանրամասները չեմ ասի, ինչ ոնց բան, բայց հավատացեք, որ մեր տղաները դիրքերում են, իրենց պոզիցիոնում և շատ ուժեղ մարտական և հոգեբանական վիճակում են։ Մեկ բան կա, որ մի փոքր խանգարել է և խանգարում է, դա այդ պատերազմի ժամանակ ցույցերն է Երևանում։ Եթե զինվորը կռվում է սահմանին, բայց ուշադրությունը Երևանում է, որովհետև իր մաման, պապան, ասենք քույրիկը, եղբայրը ապրում են Երևանում և այնտեղ կարող է ինչ-որ բերևառոտ սպանություններ և այլն լինեն, այդ զինվորի ուշադրությունը և էներգիան, ասում կռվելու փոխարեն քաշում են դեպի այնտեղ, որը իսկապես պետական դավաճանության մակարդակի և ինչու ոչ պետական դավաճանություն է։ Կազմակերպիչները, ովքեր կազմակերպել էին դա։ Ուրեմն զոհեր կան երկու կողմից, հայկական կողմից արդեն 130-135 հաստատված, զոհեր կան քոչվորների կողմից շատ ավելի շատ, վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ այնքան լուրեր են պտտվում տելեգրամյան ալիքներով, որ քոչվորներին գիշերը տանում, գիշերով թաղում են, որ չհասկանան ինչա ոնց է։
որ շատ ձեն չբարձրանա։ Բայց դե կապրենք կտեսնենք ինչ քանակների մասին է խոսքը, որովհետև մեր զոհերի քանակը դեռ իհարկե շատանալու է, որովհետև դեռ մարմիններ կան ինչ-որ միտեղ տեղեր եւ դեռ գերիներ կան եւ այլն, բայց դա բնական է, երբ որ պատերազմ է լինում, Ժողովուրդ ջան, սա պատերազմի ամենացավալի մասն է, զոհեր են լինում։ Եթե դու կանգնած ես քո հողը պաշտպանում ես, դա բարձր մի հատ վեհ մի հատ բան է, ու մեր տղաները, աղջիկները չեն պաշտպանել այն հողերը, որը խոստացված է եղել քոչվորներին կամ ինչ-որ ուրիշի հող, մեր հողի վրա կանգնած պաշտպանել են մեր հողը։ Եվ Աստված նրանց բոլորի հոգին լուսավորի, ընտանիքներին համբերություն եւ ուժ, որպեսզի այս դժվար ժամանակները կարողանան դիմակայեն եւ անցկացնեն։ Ուրեմն զոհերի առումով ասեմ, որ Ժորժ ջան, ցանկացած զոհվածի ընտանիք իհարկե երեխային հետ չես բերի, զավակին, թե աղջիկ, թե տղամարդ, մեկ տեսանք որ կին զինվորել է մահացել, ցավոք սրտի, ոչ միայն մեկ, մի քանի հոգի, չես հետ բերի, բայց նրանց ընտանիքները տասնյակներ տարիներ կստանան գումար, որպեսզի կարողանան գոյատևեն, երեխաներ, ընտանիք, քույր, եղբայր եւ այլն, դրա համար ես գոհ եւ շնորհակալ եմ պատկան մարմիններից Հայաստանի, որոնք այդ քայլին գնացել են եւ այդ մասը շատ լավ ապահովել են։ Ու սա հստակ ինֆորմացիա է, որովհետեւ իմ մոտիկներից, իմ շատ մոտիկներից, նրանց հարազատները, բարեկամները, ովքեր մահացել են Հայաստանում, նրանց ընտանիքը ստանում են այդ գումարները։ Ուրեմն Ժորժ ջան, ինչ եղավ, համաշխարհային հանրությունը խառնվեց պատերազմին եւ երբ որ ՄԱԿ-ի շրջանակներում արդեն մեր բարեկամ Ֆրանսիան արդեն այնտեղ հարց էր դրել, որ Հայաստանի հարց կա եւ պետք է հավաքվենք եւ քննարկենք, պատերազմը սառեց, որովհետեւ ինչպես եւ ասել եմ, դուք շատ լավ գիտեք, ՄԱԿ-ը կատակ բան չի, նրա որոշումները, նրա բանաձևները շատ կարևոր են։ Մենք դա տեսանք առաջի Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ Իխլամը եւ նրա հերը եւ Իխլամը հետո ՄԱԿ-ում բանաձևերն էին գործում, մեր դիվանագետները եւ մեր թալանչիները զբաղված էին Հայաստանը թալանելով եւ իրենց գրպանները լցնելով։ Եվ հետևանքը նա եղավ, որ այդ 7 տարածքները համաշխարհային օրենքով եւ նույնիսկ Արցախը համաշխարհային հանրությունը տեսնում է ինչպես Ադրբեջանի մի մաս։ Հիմա ՄԱԿ-ում մենք շատ լավ առաջընթաց ունենք։ Առաջի օրը երբ հավաքվեցին, այնտեղ խոսացին, որ պետք է չլինի հակամարտություն, ռազմական, պետք է որոշ բաներ կա, պետք է կանգնեցվեն եւ այդպես էլ եղավ։ Շարունակությունը այսօր պետք է լիներ եւ այսինքն երեք պետք է լիներ եւ հիմնովի պետք է խոսային հարցի մասին։ Միանգամից ասեմ, որ այն բանաձևերը, որոնք մեզ օդի պես պետք են եւ ես դիտարկեի դա որպես մեծ հաղթանակ, դրանք ցավոք սրտի չեղավ։ Դրա չլինելու պատճառներից մեկը նա է, որ մենք ունենք այնտեղ մի զինակից ընկեր թղթի վրա, որը չի նպաստում այդ հայանպաստ գործունեությանը եւ ցանկացած պարագայում այնտեղ խոչընդոտներ է ստեղծում։ Մենք շատ լավ գիտենք, որ դա Ռուսաստանն է, ես չեմ լռի արդեն սրա մասին, որովհետեւ լռելու ժամանակը արդեն անցել է եւ հիմա դրա մասին մի քիչ հետո նորից կխոսանք։ Ուրեմն պատերազմը կանգնել է, չեն կրակում, չեն սպանում։ Ադրբեջանցիները ունեն հրաման պոստերում, որ չկրակեն, շատ լավ հասկանալով, եթե ինչ-որ մի բան էլ արեցին, ասենք այնտեղ լրիվ կոնտրոլից դուրս է գալիս եւ արդեն գնում է հայկական շահերի կողմ ամեն ինչը։ Կարևոր արձանագրություններ եղան, ոչ թե բանաձևեր, այսինքն փաստագրված ինչ-որ խոսակցություններ, հորդորներ, բայց ոչ թե բանաձևեր, այդ հորդորներից 4-ը ամենակարևորը, ինչ ինձ է վերաբերում, այսինքն իմ կարծիքով, հիմա ես նրան կասեմ, որի մասին կթվարկեմ։ Ուրեմն
պետք է հարգվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ 29800 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, ամենաբարձր ացիանը ասում է, որ դա ուրեմն ամբողջականություն է եւ դա պետք է հարգվի։ Երկրորդը, ուժի կիրառումը անթույլատրելի է, այսինքն ցանկացած ուժային ինչ-որ զորով, ուժով, զենքով անթույլատրելի է, այսինքն սա դեղին քարտ է։ Եթե այդ քայլին դիմեն, կարմիր քարտն է գալու, դու դա արդեն շատ լուրջ եւ սա իսկապես արդեն փաստացի քայլեր արվելու ՄԱԿ-ի մասշտաբով ու այս երկրորդ կետի հիման վրա այնտեղ հավատացեք, եթե մեծ փոփոխություն չլինի գլոբալ, ասած այն Ռուսաստանի անգրագետը գալաբալնի, եթե բաներ չլինի, չի փոխվի այստեղ ոչ մի բան, խաղաղությունը մնալու է։ Երրորդ կետը, որը ողջունելի էր, իսկապես շատ լավ էր, որը հնչեց, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է գոյություն ունենալ։ Այսինքն կա Լեռնային Ղարաբաղ միավոր, Լեռնային Արցախ, ասած հայերեն Արցախ գոյություն ունի եւ հակամարտությունը շարունակվում է։ Ու չորրորդ կետը, որը ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Արցախյան հարցում եւ խաղաղության հարցում տարածաշրջանում։ Այսինքն այո, գոյություն ունի եւ Մինսկի խումբ, այսինքն Մինսկի խմբի բանաձևերը եւ դրույքները, որը դրվել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո, դա պետքա դիտարկվի։ Սրանք շատ լավ առաջընթաց է Հայաստանի համար, իհարկե մենք պետքա սրանով չբավարարվենք եւ պետքա լինեն բանաձևեր։ Այ օրինակ բանաձև պետքա լինի, որ ազերբայջանական կողմը զորքը դուրս պետքա բերվի Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս հարցի շուրջ, ես ձեզ վստահեցնում եմ, կլիներ այդպիսի բանաձև, եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը, որը խանգարում է սրան։ Այդ ընթացքում, ուրեմն Ժողովուրդ ջան, շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, ՄԱԿ-ի այդ անվտանգության խորհրդի իրար հետ հավաքվելու միաժամանակ, ուրեմն Ամերիկան, որը զանգել էր պետդեպարտամենտի մեծը զանգել էր Իխլամին եւ ասել էր կանգնացրու պատերազմը, դեղին քարտ, նորից ասեմ, շարունակություն է ունեցել եւ Ամերիկայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Նենսին դուք շատ լավ ճանաչում եք, որը գնաց Չինաստանի հետ կոնֆլիկտ կղզու հետ իրանց գնաց այնտեղ, նույն Փելոսին հիմա հայտարարեց, որ նա գալու է Հայաստան։ Երևի մինչ օրս ամենաբարձր ներկայացուցիչը Ամերիկայի, որովհետև Ամերիկայի պրեզիդենտներից երբևիցե ոչ մեկ չի եղել Հայաստանում, սա ամենաբարձր ներկայացուցիչն է։ Ոնց բացատրեմ, ազգային ժողովի մեջ, սենց իհարկե տարբերություններ կա այնտեղ կա սենատ, այնտեղ կա այդ ներկայացուցիչները, բանը, բայց սա ամենաբարձր ներկայացուցիչն է, որը գալու է Հայաստան, եւ սա սիմվոլիկ է։ Սա չի գալի մենակ ինչ-որ բան տեսնի, ասենք կամ տեսնի կրակել են, թե չէ։ Սա ժեստ է, սա ցույց է տալիս, որ Ամերիկան claim է անում Հայաստանը եւ մանավանդ Սյունիքը, ասենք նա ասում է սա մերն է, ոչ թե իրենց երկրի մի մասն է, այլ մեր տիրույթում է գտնվում եւ Ռուսաստանը ստեղ չունի անելու։ Ռուսաստանը սա տվեց այն ժամանակ, երբ որ տվեց Արցախը, դա իսկապես այդպես է։ Ուրեմն շաբաթվա վերջին մեկնելու է Հայաստան, այսինքն հիմա այսօր ուրբաթ է, կարծում եմ այսօր վաղը կլինի։ Իհարկե Փելոսին կընդունի վարչապետը, որտեղ սա շատ կարևոր մի երևույթ է։ Նորից կրկնեմ, աշխարհի ամենահզոր երկրի ամենաբարձրաստիճան մարդկանցից մեկը, որը երբևիցե Հայաստան այդպիսի բարձր անձնավորություն չի եղել, գալիս է Հայաստան։ Կընդունի վարչապետը եւ այդ ընդունելության ժամանակ եւ խոսակցությունը ժամանակ իհարկե շատ բաներ նորից
կխոստացվեն միմյանց միառժամանակ, որի մասին մենք դրանից հետո արդեն նորից կիմանանք։ Մեր դիվանագետները շատ լավ աշխատանք են տանում, Արարատ Միրզոյան, բազմիցս ասել եմ, կոմպլիմենտները, շնորհակալություն, հարգված մարդ եւ լավ նախարար արտաքին գործերի եւ դիվանագիտական կորպուսին ընդհանրապես մեծ կոմպլիմենտներ, շնորհակալ եմ ձեր աշխատանքից։ Մեր ներկայացուցիչը Մակում եւ նա խոսում էր տարբեր թեմաների մասին, պատերազմի հետ ջերմուկ, ընդդխսյունիկ բան, նա եւս մեկ վարկած միանգամից բլոկեց, դա հենց այն վարկածներ, որ Ադրբեջանը զորք է պատրաստել Նախիջևանի կողմից եւ պատրաստվում է հարձակման եւ բոլոր այդ ուշադրությունը եւ բոլոր բանը տարավ այնտեղ, որպեսզի այնտեղ Նախիջևանից հանկարծ հարձակում չլինի, կապ չունի որ ձևով եւ որ ֆորմատով, նա ուղղակի զսպեց նա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մենք ունենք հիմա շատ ընկերներ եւ քիչ թշնամիներ։ Միանգամից ձեզ պարզ ասեմ, Չինաստանը մեր ընկերը չի, Թուրքիան մեր ընկերը չի, Ռուսաստանը թղթի վրա, բայց մեր ընկերը չի, այսինքն մեր շահերը չի համընկնում։ Միառժամանակ էլ ասեմ, ռուսերին ես շատ սիրում եմ, ռուսական երաժշտություն, չգիտեմ, հասկացաք, ամեն ինչ նորմալ է, բայց նա մեր ընկերը չի։ Մեր ընկերների թվում եվրոպական բարեկեցիկ երկրներ, ՆԱՏՕ-ի երկրներ, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա եւ ամենակարևորը եւ ամենահզորներից մեկը, որը հզոր ձևով ներկայացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Հնդկաստան։ Նույն Հնդկաստանը, դուք գիտեք, նույն Հնդկաստանը, որի ազատագրման եւ Հնդկաստանի սիմվոլ ներկայացող Գանդին, նրա արձանը գոյություն ունի Հայաստանում։ Նույն հենց այդ արձանը, որը մի քանի ժամանակ առաջ վառվեց, բռնկվեց, որովհետև վառել էին դաշտակների կողմից, թե բա Հնդկաստանը եւ Գանդին մեր թշնամին է։ Պատկերացնում եք, քանի մակարդակով, քանի տեղերով են վնասփորձել տան Հայաստանին եւ Հայաստանի հային։ Եվ արի ու տես Հնդկաստանը կոչ արեց, ուրեմն բառացի ագրեսորին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները, որևէ հակամարտություն, ռազմական լուծում չի կարող ունենալ։ Ադրբեջանը միակ երկիրն էր, որը ագրեսոր անվանեց։ Հնդկաստանը մեր ընկերն է, մեր շահերը համընկնում է, ռազմավարական ընկեր հիմա ինչու՞ չէ, եւ կուլտուրա այնտեղ շատ լավ հարաբերություններ։ Խնդրում եմ հնդիկների վերաբերյալ եւ նրանց դեմ մի քիչ Հայաստանում լավ եղեք, ես գիտեմ, որ շատ ուսանողներ կան, պատմություններ եմ կարդացել լավ, պատմություններ եմ կարդացել վատ, Հնդիկը եւ Հնդկաստանը ներկայությամբ մեր ընկերն է եւ դա արձանագրել է պետք։ Ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արձանագրեց, որ ՄԱԿ-ը առաքելություն է ուղարկելու Հայաստան, սա էլ է կարևոր, սա առաջի քայլ է, որովհետև մեր մոտ sense բան կա, որ ես շատ եմ լսում, որ ժողովուրդը խոսում է եւ ասում են, գիտես ինչ կա, ՄԱԿ-ը պետք է զորք ուղարկի, Ռոսը պետք է դուրս գա, այնի պետք է գա։ Ժորժ ջան, sense հարցերը երկար ժամանակ ընթացքում անկնում եւ քայլ առ քայլ է գնում, քայլերը արդեն արվում են։ Եվ երբ որ ՄԱԿ-ը առաքելություն է ուղարկում Հայաստան, դա արդեն մեծ քայլ է։ Բոլոր դեսպանները, բոլոր երկրներին, որպես ներկայացուցիչ, որպես դիտարկող ներկա են այսօր Հայաստանում, այնտեղ ջերմուկ, այնտեղ տարբեր տեղեր տեսնել, նայել եւ այլն, ռուս դեսպանը ներկա չէր։ Վերլուծությունը կթողնեմ ձեզ, այս մասը բացատրելու իմաստ չկա, արդեն պետք է պարզ լինի ինչի համար եւ ոնց։ Ամերիկայի դիրքորոշումը ՄԱԿ-ի խորհրդում, անվտանգության խորհրդում շատ պարզ է, նրանք դեմ են ցանկացած ռազմական գործողությանը եւ ինչպես ասեցի, նրանց
պահվածքը եւ Պելոսիի գալը Հայաստանը եւ մանավանդ Սյունիքը նրանք claim են արել, այսինքն համարում են իրանց զինակիցը, իրանց ընկերը եւ չեն պատրաստվում ուղղակի զիջեն ոչ մեկի։ Իսկ երբ որ ասում են ոչ մեկի, այդ մեկի անունը դուք շատ լավ գիտեք, կռահում եք ում մասին է խոսքը։ Ստեղ էլ արդեն ավելորդ խոսքեր պետք չեն։ Ժորժ ջան, բերեք չմոռանանք մի երկիր էր, որը պատերազմից հետո 2020 թվականի կապերը ավելի խզեց եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա Կանադան էր։ Եվ Կանադայի հետ մեր կապը շատ լավ է, այդտեղ Հայաստանում նույնիսկ Կանադայի դեսպանատուն կբացվի, միակը եւ առաջինը եւ միակը Կովկասում, որը երբ որ հայտարարվեց, մեր զինակից ռազմավար ընկերը, որ ասում են մեծը, վատացել էր եւ ինչ որ այնտեղ հորդորներ էր անում դեսպանատնից եւ այլն, որ ինչի եք սենց անում, ինչ եք Կանադային բերում։ Կանադան մեր ընկերն է եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դա բացարձակ ձևով եւ հստակ ձևով ցուցադրեց։ Կանադայի ԱԳՆ ղեկավարը նույնպես արտահայտություն արել եւ շեշտել է, որ տարածքային ամբողջականությունը Հայաստանի անվերապահ պահպանման անհրաժեշտություն ունի եւ ոչ ոք իրավունք չունի դա խախտել։ Ուրեմն հետաքրքիրը գիտեք որն է, որ այն տարածաշրջանը, որում մենք գտնվում ենք եւ մնացածը, ռուսը համարում է իր տիրույթը, սովետական տիրույթ, ուրեմն ռուսականը, բայց նա չի տիրապետում սիտուացիային ոչ մի տեղ, ոնց ուզում են, երբ ուզում են հետը վարվում են։ Ու այս ամենի սկիզբը դրվել է Արցախյան երկրորդ պատերազմի, ասենք 20 թվականի այդ մեծ պատերազմի ժամանակ, որտեղ նա հային եւ Արցախցուն փուրը տվեց։ Ու տեղից սկսում է ռուսի դժբախտությունը։ Ու հիմա ուզած չուզած ուժը չի հերիքում Թուրքի ազգի մնացածի դեմ առնի, միացել է դրանց եւ հետը խաղում են ոնց ուզում, երբ ուզում։ Եվ հիմա նրանք ովքեր չգիտեն, Ղրղստան եւ Տաջիկստան սահմանների մեջ պատերազմ է գնում, արդեն իրար մորթում են, սպանել են, ինչ որ պոստեր են գրավել, կրակները շատանում են իր տիրույթում։ Ու դա ոչ մեկի մեղքը չի, թող ոչ մեկ հանկարծ չասի սա հայերի մեղքն է, որովհետեւ գիտեք, չէ, ռուսերը մեղադրում են սովետի փլուզումը, մեղադրում են հայերին։ 88 թվական, 9 թվական հայերը հելան այս արին, այն արին հայերը փլուզեցին սովետը։ Հայերը չեն փլուզել սովետը։ Սովետի ագահությունը եւ դավաճանությունն է փլուզել սովետը։ Այդ կադրերը երևի տեսել եք մեր հայրենակիցը, որ Գորբաչովին ասում «Ասկոլկը լյուդեյ պրեդելիվի», ինչքան քանիսին եւ քանիսին դավաճանեցիք։ Նույն բանը հիմա է կատարվում։ Ռուսաստանի փլուզումը Հայաստանի կամ Նիկոլի հետ կապ չունի, Նիկոլը չի փլուզում Ռուսաստանը։ Ռուսաստանի դավաճանությունն է փլուզում Ռուսաստանը։ Հայերի հանդեպ։ Եթե կա մի ազգ, եւ անցած 200 տարվա մեջ, որ սիրել է ռուսերին, ծառայել է ռուսերին, ինչ ցանկացած հարցերով կանգնել է ռուսի կողմին, ինձ ցուցադրեք։ Դա միակ ազգը դա հայն է եղել։ Ու ամենաշատը նրանք դավաճանեցին հայերին։ Ու այդ զինված բախումները տարբեր տեղեր լինելու է ռուսական տիրույթում, որովհետև նա չի տիրապետում սիտուացիային։ Ես համացանցով տեսա մեր հայրենակիցները, բանիմաց հայրենակիցները շնորհավորում էին եւ շնորհակալություն էին հայտնում Արարատ Միրզոյանին եւ վերեք չմոռանանք Լիլիթ Մակունցին, Հայաստանի դեսպանին Ամերիկայում։ Դիվանագիտական շատ մեծ աշխատանքներ, հասկացողի համար վիզուալ տեսնում, անհասկացողի համար ինչ էլ անեն մեկը չի տեսնի։ Իմ շնորհակալությունը նույնպես Արարատ Միրզոյանին եւ Լիլիթ Մակունցին նույնպես եւ առավել եւս կին արմատ
ես հպարտանում եմ ուղղակի հայ ազգով, բայց երբ որ կին արմատն տղամարդկային քայլեր անում, որոնք շատ են հիմա այդ կին արմատները, ովքեր այդ դերերում են եւ փայլուն աշխատանք են տանում, ես շատ ուրախանում եմ։ Ուրեմն եվրոպական կողմից Ժորժիա շատ երկրներ Հայաստանի կողքը կանգնեցին, ամբողջ երկրները բոլորը կանգնեցին։ Մի մասը քիչ, մի մասը շատ, մի մասը ավելի շատ, քան թե ես սպասում էի։ Հիմա այօնակ Իռլանդիայի ներկայացուցիչը ինձ զարմացրեց, որովհետև ասում գարանտ կանգնեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ Իռլանդիայի ներկայացուցիչը ասաց, որ Հայաստանի ամբողջականությունը չի կարող տեղի ուղղակի ունենալ, խախտումը ուղղակի չենք թույլատրի, ու դա ողջունելի է։ Տեսեք, երկրներ կան, որոնք ասում են մենք ռազմական հորդորում ենք, որ կանգնի ռազմական այդ գործողությունները։ Սա արդեն մեր համար լավ է, որտեղ մենք չենք ուզում։ Բայց երկրներ կան, որ մի քայլ էլ առաջ են գնում։ Երկրներ կան, երկու քայլ են առաջ գնում։ Երկրներ կան, մեր հետ քայլում են, Ադրբեջանին ասում են դու ագրեսոր ես, ու դա գրանցվում է գրքերում, ՄԱԿ-ի արձանագրություններ է դա, հասկանում եք, սա չասին գնաց, դա պարլամենտը չի խոսա, մի քիչ բանանան գնան կամ բիսեդկա չի, սա արձանագրվում է։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ամբողջականությանը, Նիկոլ Անկոտրելին խոսացել է մի քանի անգամ, բացատրել է հնարավորինս չափ, ինչքան կարելի է իր ասածը, թե ինչ նա նկատի ուներ ստորագրության մասին, որ բան չի ստորագրելու եւ այլն, բայց այստեղ մի բան կա, որ նա ամեն անգամ կրկնում է եւ այսօր նորից կրկնեց։ Բառացի, ես նրա բառերը ստեղ ունեմ, էլի եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը 29800 քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող։ Այս դիրքորոշումը որևէ փոփոխման չի ենթարկվելու։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը 1 միլիմետր հող չի տալու կամ զիջելու կամ խոսակցություն դրա մասին ընդհանրապես չի կարող լինել։ Նա իհարկե սրանով ակնարկում է Միջանցքի, այսպես ասած Միջանցքի հարցը, որը առաջ է հիմա մղում ավելի շատ Ռուսաստանը, քան թե Ադրբեջանը։ Սրա մասին մի քիչ հետո քարտեզով կնայենք եւ կփորձենք վերլուծենք, թե ինչի է Ռուսաստանը սա անում։ Սրա մասին խոսացել եմ իհարկե Պարսկաստանի առումով, բայց այստեղ ասում մի քարով մի քանի ծիտ է ուզում խփած լինի եւ սա շատ կարեւոր քայլ է Ռուսաստանի համար եւ սա ասենց հանգիստ բաց չի թողնի նա։ Բայց դե բարեբախտաբար ունենք ժողովուրդ, որը իմաստուն է եւ ունենք Նիկոլ Անկոտրելի եւ նրա թիմը, որը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքը, սուվերենությունը, անկախությունը եւ բարեկեցիկ ապագայի այդ հորիզոնը։ Ուրեմն Արարատ Միրզոյանը ես առաջի անգամ տեսա, որ որպես ԱԳՆ նախարար ակնարկ անի մեր բարեկամ ոչ եղած բարեկամ ռուսներին եւ շատ մեղմ եւ կիրթ ձևով նա բացատրեց, որ նրանք հայկական շահերի հետ ընդհանրապես կապ չունեն, նույնիսկ դեմ են։ Ուրեմն Արարատի բառերով հարկ է գնահատակի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համաձայնորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի եւ ագրեսիայի թիրախի միջև, բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ առանձին երկրի կամ երկրի դեպքում ունենք մի փոքր ավելի անկնկալիքներ եւ թերևս նաեւ գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել։ Արարատ ջան, ինչ մանրամասնես։ Դրանից ավել ինչ մանրամասնես։ Ուրեմն ինչ ասում, սա երկրները դատապարտեցին, որ Կրիմի արեն, ասում այստեղ մի երկիր կա եկել, ասում հավասար է Կրիմի արեք, եսի միջու։ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, եկել այ երկուսին ասում Կրիմի արեք։
Ռուսաստանի մասին է խոսքը։ Ուստեղ դիվանագիտական սա քայլ է իհարկե, դիվանագիտական լեզվով, բայց սա արդեն հստակ մարդը ասում է, որ Ռուսաստանը քայլեր անում հակահայկական։ Ուղղակի մեր շահերը չի համընկնում։ Ռուսաստանը թղթի վրա այո, բայց մեր ընկերը չի։ Այդ ընթացքում ռուսի վրայից արդեն փախնում են բոլորը։ Դե գիտեք, խելքը գլխին մարդ ռուսի մոտ չի նստի։ Ռուսի գիրկը ոչ մենակ ռուսի գրքում կա մի հոգի հիմա։ Դա այն Բելարուսիայի այն կալխոզնիկն է։ Այն էլ իր երկիրը արդեն փուրը տվել, ժողովրդին փուրը միջև չտա չի հանգստանա։ Մեր մոտ գոյություն ունի Խաչիկ Ասրյան։ Սենց լուրջ ձյաձյա, որ հայտարարում էր գնամ Լուգանսկ կռվեմ ռուսերի համար Պուտինը Հիսուսից հետո երկրորդ մարդ եւ այլն, այսօր հենց ասում է ՀԱՊԿ կամ պաշտպանում է կամ Հայաստանը կամ պաշտպանում է կամ Հայաստանը դուրս է գալիս կառույցից ու հեռացնում 102-րդ բազան։ Թռավ ռուսի գլխից։ Հիմա ասում է եկեք օգնեք, եթե չէ պետք է դուրս գաք Հայաստանից։ Դու էլ գիտես ՀԱՊԿ պետք է գա օգնի։ Բոլորը գիտեն որ ՀԱՊԿ չի գա օգնի։ Մենք ՀԱՊԿ-ին, ես ՀԱՊԿ-ի նկարը ձեզ մի քիչ հետո ցույց կտամ։ Բոլորը տեսել եք ՀԱՊԿ-ի նկարը։ Էրդոգանը նստած, ընդ Իխլամը կողին նստած, Պուտինը այդ կալխոզնիկի հետ ընդեղ նստած, դա է ՀԱՊԿ։ ՀԱՊԿ ո՞նց կգա։ Սա իրար ընկերն է, դրանց ընկերներն են։ Մի խոսքով ռուսի վիճակը այնքան վատ է, որ ռուսի ստրուկները նույնիսկ հասկանում են, որ այդքան վատ է, կամաց թռնում են ռուսի վրայից։ Ու ճիշտն էլ դա է։ Այդ նկարի մասին, որ խոսում ենք, տեսել եք, Սամարղանդում հավաքվել էին, հրավիրել էին անկոտրելուն եւ անկոտրելին չգնաց։ Եվ այն ծուղակը, որ լարել էին անկոտրելուի համար, պատերազմ, նեղել, Երևանում ոտքի, սպանության կոչ Նիկոլին, որ ճանապարհ չթողեն, գնա Սամարղանդ ու ասենք այնտեղ համաձայնվի, որ ինչ որ միջանցք է տալիս։ Չաշխատեց։ Հայ ժողովրդի իմաստուն է, Նիկոլ Անկոտրելին խելացի եւ թիմն էլ իրան պահում է։ Թիմին պետք է այս կոմպլիմենտներ տամ։ Նիկոլ Անկոտրելու թիմը ինդիվիդուալ կարող է լինել վատոտ, մատոտ, թուլիկ, մուլիկ, բայց հիմնականում ուժեղ տղաներ եւ աղջիկներ եւ գովելի է, ես ուղղակի ուրախանում եմ, երբ նրանց գործունեությունը տեսնում եմ։ Մեծ հարված ռուսներին, մեծ հարված Իխլամին Նիկոլը չգնաց Սամարղանդ եւ Հայաստանը դրանով ոչ մի բան չկորցրեց, բայց նրանք կորցրեցին շատ բաներ, այդ իրանց պլանը ընկավ ջուրը։ Հիմա էլ նստել են այնտեղ խոսում են Իխլամը բան անում, վիդեոն տեղադրել եմ իմ պատմության մեջ, ասում եմ մենք որ հիմա չենք կրակում Հայաստանն էլ, պարզ դրանից կարելի է հետևություն անել, որ մենք երկուս էլ չէինք լայնամասշտաբ պատերազմ ուզում անել։ Ուզում ատակից դուրս գա։ Զորքը զինահավաք արել, հայտարարել է, զորքը բերել սահմանին կանգնացրել, ասում մենք չենք ուզում պատերազմ անենք լայնամասշտաբ։ Բայց դե արդեն ամեն ինչ պարզ է եւ Ամերիկան մեր ընկերը հիմա, մեր շահերը համընկնում է, հայտարարել է, որ Ամերիկան ունի ապացույցներ, որ ագրեսիան պատրաստվել է Ադրբեջանի կողմից եւ հարձակումը արվել է Ադրբեջանի կողմից։ Այսինքն սատելիտային կադրերով, բոլորով եւ Ամերիկայի ապացույցները դուք գիտեք ոնց է։ Նույնիսկ եթե դու ատոմային զենք չունենաս, ապացուցում են, որ ունես ու մտնում են ջարդում են։ Մենք դա տեսել ենք Իրաքում։ Դե ասենք ստեղ իսկապես ֆեյքի բան չկա, ապացույց պետք չի, ասենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել։ Հայաստանը հարձակվի դեղի վրա ինչ անի։ Ասենք իմաստը ո՞րն է։ Եթե իմաստ չկա դրդապատճառ, ասենք սա խաղուպար է եւ դա կապացուցվի եւ շատ կարեւոր է որ ՄԱԿ-ի շրջանակներում դա ապացուցվի եւ փաստագրվի։ Ուրեմն ես փաստերից այդ Պուտին այդ հապկի մապկի կխոսանք, բայց այս ընթացքում մի թեթև անդրադառնամ այս բանին, երբ որ թուրքը կրակում է, հարձակվում է, թուրքանամանները հարձակվում են կառավարության վրա Հայաստանում։ Դուք դա արդեն նկատած կլինեք, այս արդեն որերորդ անգամն է։ Ու ամեն անգամ ավելի ռեդիկյուլ է դառնում պատճառը։ Ասենք մի անգամ հարձակվում են, ասում են մեղրին է տալի, մի անգամ հարձակվում են, ասում են Արցախն է տալի, մի անգամ էս անգամ հարձակվել են, ասում են տալիս է, չեն ասում իշնա
տալի, ասում են ինչ է տալի, ասում են ինքը ասեց ես ստորագրելու եմ, ասում են բայց ինչ է ստորագրելու, չգիտեմ, ու արյուտես մարդիկ գալիս են, ինչ-որ մոլորվածներ, ընդեղ ես ձեզ վստահեցնում եմ, սա բան չի, ֆիկցիա չի, մեծամասնությունը մարդկանց, որ այնտեղ ա եղել, ասենք դե 3000-ը գիտենք, նոյեմբերի 9-ից նույն 3000-ն է հելում է ջարդել, ընդեղ զաբոր, մաբոր, բայց դրանից ավել մարդ է եղել 3 չի առաջի օրը Երևանի փողոցներում։ Ու ինչ է կատարվել։ Այդ օրը աշխատակիցներին շատ կամպանիաներ, հստակ ինֆորմացիա է, շատ կամպանիաներ տարել են ուտել խմելու, պատիվ տալու, հարբացրել են, խմացրել են, ու այդ թեժ ժամանակ, որ այնտեղ սկսել են այնտեղ հավաքվել բան, թասիբի են գցել, տարել են սա Երևանի կենտրոն։ Հələ սրանց բանը նայ, մտածելակերպը նայ ու գործելաոճը։ Սենց անուններ իհարկե երբեք չեմ տալի, մարդու հետ եմ խոսում, գնացել է ինքը Նիկոլի հետևորդն է, սենց ասեմ, սիրում է Նիկոլին։ 3 չի առաջ օրը գնացել է հրապարակ, հարբացրել են գործի բանով բան, գնացել է հրապարակ, զանգելները ինձ ներողություններ խնդրում, ասում եմ ոնց խաբեցին դա։ Ախր Ժորժ ջան, մի թողեք, որ ձեզ ասենք խաբեն, եթե դուք չափած մարդ եք, ոնց ինձ խմացրին տարան հրապարակ։ Կամ ինձնից ինչի եք ներողություն խնդրում։ Ես ոչ Նիկոլի աղբերն եմ, ոչ ձեր համար դուք արեք, ձեր ղեկավարության համար։ Ես Եվրոպայում ապրում, դուք Հայաստան եք ապրում։ Պատերազմը սահմանում խփում սպանում եմ, այդ մեկ բանի կառավարության շենքը ջարդելու իմաստը ո՞րն է։ Ասում մեզ համոզացրել են, որ Նիկոլը Հայաստանը տալիս է, ստորագրում է, որ գան մտնեն Հայաստան։ Խմած մարդուն այդպես բան կհասկացան, կհամոզացնեն։ Ուրեմն այդ ընթացքում այնտեղ ժողովրդին իրանց այդ հավաքված ժողովրդին խափին, ասին ստորագրություն ենք հավաքում, Նիկոլին հանում ենք։ Եկա խափին, ասին 34 հոգի ստորագրել է, չէին ստորագրել։ Բացի դրանից ստորագրելու ուժ ունենալու համար, որ այդ թուղթը ուժ ունենա, պետք է դու կանդիդատ ունենաս վարչապետի։ Կանդիդատ չունեն։ Այն կրթված մի հատ ծաղրածու կա, այս Պոլշային առաջվա դեսպանը։ Դա հելա բարձրաձայնեց, որ առանց տեխնացուի չի լինի, այդ պոդիումից բրթին գցին, այն արձականչին, կադրերը դրել են, բրթին գցին, բան։ Ու ինչ է պարզվում, սա պատահականություն չի, վերջին հաշվով երեկել, այսօր էլ հավաքվում են ու գնում են Քոչարյանի շտաբ, ու գոռում են Քոչարյան վարչապետ։ Այս բոլորը գլխավորը կազմակերպիչը Քոչարյան։ Սերժիկ, մերժիկ հասկացան, կողից նրանք պետականամետ չեն, բան չեն, բայց ասենք սրա գլխավոր հերոսը, դաշտակները և Քոչարյանը, նախապատրաստված։ Այս սրանք, որ ասում են թեժ աշունա լինելու, թեժ սեպտեմբեր, նորից և այլն, սրանք պատրաստված, պլանավորված, այդ աշխատողներին տանեն, հարբացնեն, դերասաններ բերեն, որ լացում է, բայց արդյունք չկա և այլն, բերեն դեղ կայնացրել են։ Նորից ձախողվեց, որովհետև ինչպես իրենք են ապիկար, իրանց դերասաններն են ապիկար, իրենց առաջնորդները, որոնք չկան։ Ասում են Նիկոլը հեռանա, ասում ենք ով գա, ասում են հետո կորոշենք։ Հետո գիտենք ով է, Քոչարյանն է ձեր, բայց չեք ասում, հենց որ ասեք Քոչարյան, ժողովուրդը կթողեն կգնան։ Բայց ցավալին դա է, որ ժողովուրդը դա կանգնած չի հասկանում, որ սա դրա գլխի տակ է։ Ռուսաստանի ագենտ ամեն ինչ անում է, որ Հայաստանը հանի մտցնի Ռուսաստանի գուբերնիա սարքի։ Լեզուն ռուսերեն առաջինը, երկրորդը հայերեն, թեկուզ հայերենը չխոսած ոչինչ, բայց ռուսերեն պետք է խոսած։ Ու եթե ինչ-որ միտեղ պատերազմ կլինի, հայ տղաներին ոչ թե արդեն Արցախ կուղարկի Ուկրաինա, այնտեղ զոհվելու, ինչպես անում է դագերի և չեչենների հետ։ Ազգի թշնամիները եկել մտել են Երևան, կառավարության շենք են ջարդում բանանում, մի հատ էլ մեծ հելեք կոչեր են անում, ստեղ էլ Եվրոպայում կոչ են անում, սպանեք Նիկոլին, չգիտեմ ինչ անեք։ Ձեր գլխի հետևը կտեսնեք, պետություն, ղեկավարություն, ռուսի բերում չեք տեսնի Հայաստան, ռուսն էլ Աշոտյան է լինելու։ Հələ ձեր համար սպասեք, տեսեք 2023-ի ամառը ինչ թեժ է լինելու, հունիսի 23, հունիսի 24, 25, 2023 թվական, հունիսի վերջ, դուք այդ արդեն լացելու եք, հներին է վերաբերվում,
այդ կլաններին, ռուսի ստրուկներին եւ իրենց կադրերին։ Մի հատ էլ բան կա, մի հատ էլ sense թոփալ գեներալ կա սութի, որ դղյակ էր սարքել։ Եկել ասում է մեր պոստերը տեսախոսում էր, ասում է ինչի մեր պոստերը կահավորված չէին։ Այն մարդ ով խոսա, ասենք ես խոսա ամեն թեկուզ Երևանում մեն ամենա բան որ մարդը բանի մաս չի, բայց խոսա, բայց դու գոնե մի խոսա, Սեյրան։ Քո այդ բաները դու պետք է սարքեիր այդ կահավորումը, տանը դղյակ է սարքել։ Հիմա եկել ես ասում ես դու ինքը թալանել ես, չես թողել սարքեն, չես։ Եկի հիմա ասում ես ինչի իրանք չեն սարքում։ Դու մի խոսա։ Դուք կարաք մենակ կենաց ասեք։ Այդ ռուս գործակալները ուղղակի վխտում են Հայաստանում։ Ցանկացած կառույցի մեջ կա, դա ուղղակի անխուսափելի է, որովհետև Քոչարյանի ժամանակ դա սկսվել է։ Միջև էլ կար, բայց հիմնովին է սկսվել։ Այն ժամանակ որ նա այդ դաշտակների արգելքը հանեց, բերեց, բան ռուսական KGB-ի հետ բանի հետ, հիմա այս դաշտակները ավելի շատ KGB-ի մեջ են, քան ինչ որ ուրիշ կառույցների մեջ։ Բերել է, լցրել է, ամենտեղ որտեղ նայում ես կա։ Բայց ձեր վերջը գալիս է։ 1 տարի էլ չի անցնի, հունիսի 23, 24, 25, լավ հիշեք Ժորժ ջան։ 23 թվական կվերջանան դրանք։ Այսօր Լիտվայի խորհրդարանում, եվրոպական բալտիկական երկրում խորհրդարանում արդեն կոչեր են արել, այո, բալտիկական երկրները մեր ընկերներն են։ Կոչեր են արել, որպեսզի ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության երկրները ապահովեն, ուղղակի գարանտիա կանգնեն Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, որպեսզի տեր կանգնեն եւ գարանտիա կանգնեն։ Ու այդ երկրները շատանալու են։ Ու դա, որ պետք է աներ Ռուսաստանը, որը չի անում, որովհետեւ ձեռ չի տալիս։ Հիմա անում է Եվրոպան եւ անում է Ամերիկան։ Ու դուք եւ ձեր պապաները կամած արդեն կզգաք այդ ուժը, ու կզգաք այդ հայի ցասումը, թալանեք, սպանեք, բռնաբարեք, հիմա էլ գաք ասեք ինչի sense չեք անում, այս մեր թալանը թողեք շարունակենք։ Նոր դատախազ կա Հայաստանում։ Սրա մասին երկար կարելի է խոսալ, բայց դուք ականատես կլինեք։ Ու ես մի տարի ու կես առաջ եմ սրա մասին խոսացել։ Սկսելու են կամած ժողովուրդը մարդիկ ինդիվիդուալ սրանց հետևից գնալ։ Այ ես կադրերը տեսա, ես իհարկե ձեզ ասել եմ, երբեք չեմ եղել եւ չեմ լինի բռնության կողմնակից մանավանդ իմ հայրենիքում։ Բայց այդ գործակալները, այդ ստրուկները դրան են տանում։ Ես տեսա խրխր բադալը, այն Միկա Բադալյանը այդ խոզի նման խոսում, ավտոյի մեջ վախեցած նստած մեր հայրենակիցը մեկը, այնտեղ արդեն հարվածում էր, բաներ անում, ասում էր դուք ռուսական գործակալներ, սա ձեր վերջը գալու է։ Մենք ունենք պետություն, ղեկավարություն, ինչ եք ուզում։ Ճիշտ է ասում։ Ախր ինչ գործ ունի Ռուսաստանի գործակալը Հայաստանում ու Հայաստանի ժողովրդին ասի թե նա ինչ պետք է անեն, ոնց անեն։ Թե ով է դավաճան, ով է ոչ դավաճան չի։ Ցանկացած գործակալ, լինի Ռուսաստանի, լինի Ամերիկայի, լինի Հոլանդիայի, ցանկացած գործակալ Հայաստանում նա դավաճան է։ Ցանկացած Ամերիկայի լինի, ում ուզում լինի, Հայաստանում տեղ չունեք դուք ոչ մեկը։ Հայաստանը սուվերեն երկիր է, ունի կառավարություն, ունի ժողովուրդ, ունի խելացի մարդիկ, ունի պայծառ ապագա, ոչ մեկիդ կարիքը չկա։ Բոլորիդ է վերաբերվում Աշոտյան դեպի ձեր երկրները, ձեր պապաների մոտ։ Այդ հապկի առումով էլ հապկը հիմա եկել է Հայաստան դիտարկելու, չգիտեմ ինչ բան, բոլորս էլ գիտենք, այնտեղ կարող է քայլեր ինչ որ անեն, որ տակից դուրս գան, բայց հապկը չի գալու Ադրբեջանի հետ կռիվանի, մոռացեք դա։ Նրանք էլ որ կոչ են անում, ասում են, ինչի չի դիմում հապկին։ Դիմեց, հետո դուք հապկի դեմքը ուզում եք տեսնեք, արեք ես հապկի դեմքը ցույց տամ։ Հետո սա է հապկի դեմքը։ Սա հապկն է։ Էսի
Պուտինն է, էսի կարտոշկի մասնագետն է, էսի հարսն է, իխլամը, էսի այն մեծ անասունն է։ Սրանք սա հապկն է, հասկանում եք, նրանք որ ասում են հապկը ինչի չի գա, դուք ուզում եք սա գա Հայաստան ինչ անի։ Սրանք Հայաստանում ինչ ունեն անելու։ Հələ սրան, այս անասունին մեջտեղի նստած։ Հապ, բա Նիկոլը հապկին չբերեց, Նիկոլը հապկին չտարավ, դուք էլ սատկ եք հապկն էլ վրեն սատկի, 1000 Ժորժան, բայց արդեն 0 տոլերանսի չկա արդեն։ Սպանին ինչ ռուսական այդ բանը, արա չեք հասկանում, դրանց շահերը չի համընկնում մեր հետ։ Միջանցք է ուզում ռուսը։ Մոռացեք այդ քոչվոր, դրանք խաղալիք են։ Ռուսը միջանցք է ուզում։ Միջանցք է ուզում, որ Պարսկաստանին խեղճացնի եւ հաստատի իր ուժը Կովկասում, որ կախում ունենան եւ Հայաստանը, եւ կախում ունենան եւ ազիգները։ Այս ձեզ վստահ ասում եմ, այն օրը Աստված ոչ անի, եթե ինչ-որ միջանցքի խոսակցություն եղավ, միջանցք տվեցիք, խոսքը գնում այդ հներին, որոնք ուզում են Նիկոլին վարի տան, սպանեն, ուժի գան ու միջանցք կան, դուք կտակ Արցախը, վերջնականապես լրիվ կտակ, այսինքն չեն խոսա Արցախի մասին, եւ դուք կտակ Հայաստանը, Հայաստանի պատմությունը կվերջանա։ Քարտեզը արեք ձեզ մի հատ շտամ Ժորժա, որ հասկանալի լինի, սա խոսքեր չի ուղղակի, հասկանում եք։ Տեսեք, կնոջ գլուխը Հայաստանն է, հրաշալի մի փոքր երկիր, իր կուլտուրայով, իր լեզվով, իր գենետիկայով ուժեղ մի երկիր, որը գոյատևել է հազարավոր տարիներ, շրջապատված թշնամի երկրների կողմից, բոլորն էլ թշնամի են։ Ուս մուսուլմանական ստեղ, սա մեր ընկերն է Վրաստանը, բայց հա մուսուլման քրիստոնյա պատմության ընթացքում այս վերևում էլ գիտեք ով է, մեր Յանի ընկերն է, չեղած։ Հիմա ստեղ Սյունիքում ստեղ Ադրբեջանը կապ է ուզում ստեղծի Նախճեվանի հետ, իր մի մասն է, ինտերնացիոնալ համայնք, ասում է սա Ադրբեջանն է, սա Արցախն է։ Ռուսը հիմա ստեղ է, եկել է մտել է ստեղ։ Հիմա որ ռուսը միջանցք ստանա ստեղ, սա իրան արդեն պետք չի, որովհետև ստեղով նա կոնտրոլ կանի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, Ադրբեջանը խելոք չմնաք, ասի փակում եմ ես քո օդը ստեղ, կամ ինչ-որ հարցը հայերին եմ ինչ-որ բան խոստանում ստեղ։ Հասկանալ ապա այդ արցախցիներին եմ հիմա դիմում, այս միջանցքը, որ տվեցին, որովհետև արցախցիներ կան, ասում են տվեք միջանցքը Արցախը բան անենք, ազատագրենք կամ հանգստանա։ Այս միջանցքը, որ տվեն, ռուսը ձեզ տալու է, ծախելու է։ Ռուսը ծախելու է Արցախը, ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև նրան պետք չի Արցախը։ Հասկացաք։ Արցախը ռուսին այնքանով է պետք, որ Ադրբեջանցու վրա ուժ գործադրի։ Հայի վրա էլ չի կարա, որովհետև Հայաստանը դուրս եկավ, սրա մասին խոսացել ենք։ Հայը դուրս է եկել, զորքերը հանել է, ասում է Արցախ ունի իր ղեկավարությունը, միավորա նստեք հետը խոսացեք։ Մենք էլ մեր եղբայրներ քույրերն են, հայերն են, փող կտան, 300 քանի միլիոն փող տվեց, ամյուս տարի էլ կտա կօգնի, բայց ասում անվտանգություն անում է ռուսը։ Այսինքն ռուսը հայի վրա էլ չունի ոչ մի բան Հայաստանի վրա, չի կարա, բայց Ադրբեջանի վրա ունի։ Ասում է ուզում ես, պետք է անես այն որ ես քեզ ասում եմ։ Այ հիմա ի՞նչ է խոստացել Իխլամին։ Հստակ ձեզ ասում եմ, 100% ասում եմ։ Ասում է Իխլամ, արի հարցակվի, գնանք ուժ գործադրենք բան արա, ես նեյտրալ կմնամ։ Գնանք այդ միջանցքը վերցնենք, դուք ասես լավ, ինչ չէ, քեզ չէ, թող ռուսը անի։ Ասում է ես էդի կվերցնեմ Արցախը ամբողջովին կտամ քեզ։ Դա լավագույն բանն է քո համար։ Եթե էդի չանես, համ Արցախն է մնում, համ միջանցքը չես ստանում։ Իխլամը համաձայնվել է։ Բայց ձախողվեց։ Բայց միջև այդ առաջարկը ռուսի, ինչ է ստեղ կատարվում։ Տեսեք, Փաշինյանի հայտարարությունը, որ ասում է ինչ որ բան եմ ստորագրելու, ուզում եմ ստորագրեմ, վերջնականապես անելու եմ։
Խաղաղության պայմանագրի մասին է խոսացվում։ Իսկ խաղաղության պայմանագիրը ինչ է նշանակում, երեք բացատրել եմ։ Ամբողջականությունը ընդունել Ադրբեջանի եւ Ադրբեջանը ընդունում է ամբողջականությունը Հայաստանի։ Ադրբեջանը ընդունում է, որ Հայաստանը 29800 կիլոմետր է, զորքերը հանում է այդ Սև ջրի լճի բանի կողմից, Սյունիքից բանից, իր 29800 կիլոմետր մնում է։ Ադրբեջանի ամբողջականությունը ընդունվում է, ամբողջական ներառյալ Արցախը որպես միավոր, որպես սուվերեն միավոր, sense ասեմ, իր ղեկավարությունը, բայց Ադրբեջանի տարածքում եւ Նախճեվանը Ադրբեջանի տարածքում։ Համաշխարհային ինտերնացիոնալ համայնքը Ադրբեջանի մեջ է համարում Արցախը։ Մենակ Հայաստանն է, որ չի համարում, ուրիշ երկիր չկա, նույնիսկ Ռուսաստանն ասում է դա Ադրբեջան։ Պուտինի Բերնով, նախագահի բոլորն էլ նույնն են ասում։ Ուրեմն ինչ է կատարում խաղաղության, եթե պայմանագիր կնքվի, Ադրբեջանն ու Հայաստանը խնդրեմ չունեն իրար հետ։ Ադրբեջանը նույնիսկ եթե համաձայնվի առանց Միջանցքի գնա Հայաստանով փողեր մուծի, վերջանում է այդ հարցը։ Բայց ինչ է կատարվում ստեղ։ Եթե Ադրբեջան-Հայաստան խնդրեմ չկա, Ռուսը ինչ է անում մնում Արցախում։ Ով է մանդատ տալի Ռուսին։ Հիմա մանդատը տվել է հայը։ Ադրբեջանցին չի տվել։ Խաղապահների ստորագրություն չի տվել ադրբեջանցին։ Հայն է տվել։ Եթե դրա կարիքը չկա, հայ ասի գիտես ինչ կա, մեր խնդիրները բրծելա չկա, դուրս արի, մենք մանդատ չենք տալի, կամ մենք ով ենք տանք։ Արցախն ունի իր ղեկավարությունը, գնա քո հարցերը լուծի։ Ռուսին մնում է մի բան, Արցախի ղեկավարության հետ պայմանավորել, որ Արցախի ղեկավարությունը ասի ռուս դու մնաս տեղ, ինձ օգնի։ Ու ինչ է կատարվում։ Ռուսը մնում է այնտեղ, որ դուք չգա Կովկասից։ Ու ուղիղ ճակատով պատերազմում է Ադրբեջանի հետ։ Հայաստանը մնում է դուրս։ Սա է պատճառը, որ ռուսը դա չի ուզում, նա չի ուզում պատերազմի Ադրբեջանի հետ, որովհետև Ադրբեջանի հետ պատերազմելը դա Թուրքի դեմ է պատերազմել։ Իսկ եթե Հայաստանի խաղաղության պայմանագիրը շարունակվեր եւ լինի, ինչպես պայմանավորված է նոյեմբերին այս տարվա, Ռուսաստանը վերջանում է եւ Հայաստանում, վերջանում է եւ Ադրբեջանում, եւ մեծ խնդիրների առաջ է կանգնում։ Պարսկաստանի հարցով էլ ոչ մի բան չի կարող խանգարել։ Այն դա է պատճառը, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի Միջանցք ստանա այնտեղ, իսկ եթե Նիկոլը ասում է Միջանցք չես կարա ստանաս, պատերազմ է հրահրում։ Ես հիմա սա ասում եմ, որովհետև Փաշինյանը սա արդեն ասաց, ես գիտեմ սա, շատերս գիտենք, որ ռուսը ինչ բան է, բայց դրա մասին չենք խոսում, որովհետև չի կարելի խոսալ, որովհետև չխոսալու գինը նա էր, որ պատերազմ չլիներ։ Փաշինյանը չէր ասում մեր ընկերես ինչ անում բան, ասում էր համագործակցում ենք, ընկեր ենք, բան ու պատերազմ չկար, բայց եթե պատերազմ, ապա լռելուն է պետք։ Ու դրա համար էլ Փաշինյանը խոսած բացատրեց ինչի մասին է խոսքը։ Երբ որ Փաշինյանը այդ խաղաղության ստորագրությունը ստորագրի, ինչպես նա ասում էր, դա իսկապես այդպես է։ Նորից գործակալները ոտի են հելնելու, նորից մեղադրելու են դավաճանության մեջ, գնալու են կառավարության շենք եւ այլն, այո, այդ բոլորը լինելու է, բայց նա ստորագրելու է դա։ 29800 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածք նա ամրագրելու է համաշխարհային ատյաններով եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ստորագրվելու է դա։ Եվ Հայաստանը այդ օրվանից խաղաղության մեջ է լինելու։ Երկար տարիներ։ Միջև որ հզորանա, ուժեղանա, ոտքի կանգնի եւ կարողանա ինչ որ հարցեր բացի։ Որովհետեւ հարցեր կան փակված։ Միջև Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, որը դաշտակները ստորագրել են թուրքերի հետ, եղել է ուրիշ պայմանագրեր, որը Հայաստանը շատ մեծ է եղել, ցեղասպանության հարց կա, որը դեռ լուծված չի, բայց հիմա Հայաստանը այդքան չկա, որ այդ հարցերը բարձրաձայնի ինչ-որ ռեզուլտատների հասնի։ Դրա համար մեզ ժամանակ է պետք։ Նիկոլ Անկոտրելին ժամանակ շահեց 2 տարի, բայց Ռուսաստանը համը հանեց։ Իսկ եթե համը հանում է, դրա դիմաց քայլ կա արվող, ու այդ քայլը արեց Նիկոլը։ Ժողովրդի հետ խոսած, բացատրեց, ՄԱԿ-ի շրջանակներում հարցը ինտերնացիոնալ դրեց, հիմա Ամերիկա, Եվրոպա ավելի շատ աջակցություն ունի, ինվեստիցիաներ, Ռուսը իր այդ գերեզմանը, որը սկսեց փորել Արցախում, շարունակեց Ուկրաինայում,
Ավելի է շարունակում հիմա Հայաստանում։ Տերեզան ասում է, как же Նախիջևան и Западная Армения։ Տերեզա ջան, բերեք գնանք վերցնենք Նախիջևանը կամ Западная Armenia։ Կարանք։ Չենք կարա։ Վստահ եմ, որ գիտեք չենք կարա։ Այդ ուժը չունենք։ Ունենայինք, ասեմ գնանք վերցնենք։ Լավ, հետո ինչ անենք։ Եթե սենց բան կա, Ժորժ ջան, տեսեք, ուժը, եթե դու ուժեղ ես, դու որոշում ես կայացնում ու անում ես։ Կապ չունի ով ինչ ասի, ոնց ասի, ինչ։ Նույնիսկ ՄԱԿ-ի շրջանակներում այդքան մեծ, սենց բան կա, ամենահզորները աշխարհի, ինչ ուզում անում են։ Իսրայելը ձեզ օրինակ 48-49 թվին դրել են գծել են, ասում են էսի Պաղեստինն է, էսի Իսրայելն է, ՄԱԿ-ն է գծել։ Իսրայելը օրեցօր ամեն օր մի քանի մետր, քանի 100 մետր առաջ է գնում, արդեն Պաղեստինը չկա, մնացել է մի փոքր կտոր։ Աշխարհը ասում է, ինչ ես անում անել, ուժեղ ատոմային զենք ունի, բանոն ասում են, լավ եմ անում։ Բերեք մեզ չդնենք Իսրայելի տեղ։ Հենց որ Իսրայելի ուժը կունենանք, եկեք գրեք Западная Armenia, գրեք այնտեղ գանձակ, մանցակ, ես ասեմ այո, հավաքվեք, ես էլ գամ ձեր այդ ատոմային զենքը վերցնենք, գնանք կռվելու։ Կամ միանամ ձեզ գնանք։ Միջև այդ ժամանակ սուսիկ, փուսիկ կառուցում ենք երկիրը։ Կառուցում ենք Հայաստանը, բարեկեցիկ Հայաստան, որ Հայաստանից մարդիկ չփախնեն։ Հիմա երկու պատճառ կա, մարդիկ փախնում են։ Առաջնահերթին անվտանգություն, լիքը մարդ է, ձեզ վստահ ասում եմ, այս տղա երեխա ունեմ, ապագան տանեն, սպանեն, մեռնի, սահման, վստահ եմ ասում ձեզ, դա մեկ, ապահովություն միջև չլինի, Հայաստանից մարդիկ փախնելու են շատ մարդիկ։ Երկրորդը, բարեկեցիկ կյանք, փող, որ մարդը նորմալ ապրի, սով չլինի, նորմալ երեխան կարողանա դպրոց է թա, նորմալ կարողանա գնա հանգստանա։ Այդ երկու բանը որ ունեցանք, լիովին կնստեմ, սենց լայվ կանեմ ու կխոսանք հարավային մեր արևմտյան Հայաստանի եւ Նախիջևանի հետ բերելու մասին։ Եվ ինչու՞ չէ։ Կարելի է նույնիսկ Գանձակ, նույնիսկ Ջավախքի մասին կարելի է խոսանք, որ հայկական ա եղել պետք է հետ գա, բայց հիմա ժամանակը չի։ 23 թիվը Ռուսաստանի համար սարսափելի է լինելու, տեսնում եմ գրած են, այո, մանավանդ 23-ի ամառը, Ժորժ ջան։ Սա էլ ասեմ ինչ է կատարվելու, հավանականություն է, սա ես մարգարե չեմ, հավանականություն է։ Հունիսի 23 Թուրքիայում լինելու ընտրություններ։ Էրդողանին Աշոտյանի օրն են գցելու, այսինքն Աշոտյանն է լինում։ Տեղը գալիս է Իստանբուլի քաղաքապետը, որը ահռելի Եվրոպա եւ Ամերիկանամետ է։ Բոլոր կապերը եւ բաները խզում է Ռուսաստանի հետ, որ ուրիշ ձև չկա, նա հիմա էլ արդեն հայտարարել։ Եվ Ռուսաստանը մնում է մենակ։ Ռուսաստանի ընկերները, այդ Ադրբեջանը, այդ արանքում բոլորն էլ ասենք սկսում են արդեն հեռու մնալ Ռուսաստանից եւ Ռուսաստանը վերջնականապես շատ վատ վիճակի մեջ է լինելու։ Դա լինելու է ամառը, հենց այն ժամանակ, որ գազ մաստեղ Եվրոպայի պետք չի տես բաներ արդեն տակ, սիրուն եղանակ։ Միջև մյուս տարվա մայիս էլ ստեղ գազմազ առել են, մեր մոտ հայտարարեցին, որ գազը էժանանում է։ 2 օր առաջ հայտարարեցին, որ Հոլանդիայում, Եվրոպայում գազը էժանանում է։ Սրա մասին խոսացել են, պատմել եմ ձեզ, որ Ռուսաստանից 4-5 ամիս, ամեն ամիս 3-4 ամսվա գազ են առել։ Վերեսաղ այդ պատվալները, բաները լցել են գազային։ Մենք գազի պրոբլեմ ստեղ չունենք մինչև մյուս տարի ամառ։ Իսկ ամառը թե Ռուսաստանը մինչև ամառ կամ դրանից հետո կգոյատևի թե չէ, դա մեծ հələ հարց է։ Ստեղ շատ կարևոր է մի բան, որ ես պետք է ասեմ, Ժորժ ջան, ուշադիր լսեք այս մասը։ Ռուսների հետ որպես մարդ, որպես անձնավորություն երբեք եւ երբեք չչարանաք եւ չչարաշահեք այս իմ եթերները կամ ինչ-որ ուրիշի ասածները եւ ռուս ինդիվիդուալ մարդկանց երբեք վնաս չտաք, երբեք անհարգալից վերաբերմունք չցուցաբերեք, խնդրում եմ ուղղակի։ Ես ինքս ունեմ ռուս ընկերներ, շատ լավ մարդիկ։ Իսկապես որ համարյա իմ հայ ընկերների չափ սիրում եմ իրենց, որովհետեւ ազնիվ լավ մարդիկ են։ Ես երբեք անհարգալից վերաբերմունք նրանց չեմ ցուցաբերել եւ չեմ ցուցաբերի։ Կրեմլի որոշումները երբեք
պատճառ չեն կարող լինեն, որ ես ինչ-որ ռուս ինդիվիդուալ մեկի կամ ռուս տուրիստի Հայաստանում կամ ինչ-որ մեկի վատ վերաբերմունք ցուցաբերեմ։ Մանավանդ ռուս մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում են, գերմեծամասնությունը փախել են Ռուսաստանից, որովհետև դեմ են Ռուսաստանի քաղաքականությանը, դեմ են Ռուսաստանի ղեկավարությանը եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ, Հայաստանում երբևիցե այդպես բան չանեք, որ լսեք մեկը ռուսա կամ ռուսերեն է խոսում, անպատվեք կամ վատ ձևով վերաբերվեք։ Լավ մարդը լավ է, վատը վատ է։ Մենք շատ լավ գիտենք, հայի վատն էլ ենք, չէ՞ մենք տեսնում։ Տեսակ, 2 օր առաջ պետություն էին ուզում քանդեին։ Նենց որ շատ կարևոր է, որպեսզի սա չմոռանանք եւ աշխատող չանենք, Ժորժ ջան։ Քաղաքականություն, մնացածը իր տեղերում։ Ժորժ ջան, շատ կարևոր մի հատ հայտարարություն, ուրեմն այս վերջի կարելի ասել 3-4 օր այդ պատերազմը ինձ սկսել է իմ մոտ Եվրոպայից տարբեր երկրներից, ընդհանուր Բելգիա եւ Հոլանդիա շատ նամակներ են գալի, որ իրենց նամակներ են գրում Facebook-յան նամակներ եւ նույնիսկ զանգել են եւ հայրենով սպառնում են, որ եթե Նիկոլի մասին լավ բան գրես համացանցում կամ Նիկոլին ձենտաս կամ ինչ-որ բան, ինչ-որ Նիկոլի կողմնակից վիզիտ կկտրեն։ Բառացի բան եմ ասում եւ voice բաներն են հայրենով խոսում են։ Իմ ինֆորմացիայով այսօր հստակ ինֆորմացիա, որ դա արվում է ազերբայջանցիների կողմից։ Այն նյութերը, որ ես տեսել եմ, այն նյութերը, որը հետազոտել ենք, ինչ որ կապեր կա, փաստում է, որ դա ազերբայջանցի են, ուղղակի հայերեն շատ լավ խոսում են, մաքուր, ինչ որ կարող է ակցենտ սյունիքի կամ ինչ որ արցախյան, ազերբայջանցիներ են, զանգում են եւ հայերի մեջ պառակտումներ է փորձվում արվի Եվրոպայում մանավանդ, ասում են, եթե Նիկոլի կողմնակից լինես, վիզիտ կկտրեն, գլուխդ կկտրեն։ Ես բոլորիդ խնդրում եմ, եթե ինչ-որ sense բան ձեր հետ լինի, միանգամից բլոկում եք, Facebook-ում, բլոկում եք ու վերջանում է։ Եվ եթե այդպես բան լինում է, ուղարկեք ինձ, ես հետևողական եմ, այդպես բաներին հետևում ենք եւ տեսնում ենք ով է այդ անձնավորությունը եւ այդ հիմքը որտեղից է գալիս։ Լինի թուրք, լինի ռուս, լինի հայ, այդ մեծ խոսացող ֆեյքերի հետևում նկար չունի, բան չունի, դրանք բոլորը վախկոտ լրտեսներ են, ովքեր ստեղ ընդեղ նստած փորձում են վախ եւ խուճապ տարածեն։ Հենց իրանք ամենավախկոտներն են։ Հանգիստ եղեք, ուղղակի ուշադրություն մի դարձրեք, բլոկեք բոլորին։ Հեռախոսով էլ եթե զանգում են ինչ-որ սպառնալիքներ, համարը բլոկեք եւ կվերջանա ամեն ինչ։ Սա էլ այսպես Բերեք հիմա ես մի փոքր անդրադառնամ ձեր գրածներին, ես իհարկե ինչ-որ գրել եք դեռ չեմ կարդացել, բայց խնդրում եմ, եթե հարց կա կամ ինչ-որ բան եք ուզում ասեք, հիմա գրեք, ես կկարդամ այն։ Թեմինեն ասում է, նա չի մարսելու մեր զինվորի արյունը։ Թեմինե ջան, զինվոր ասեցիր, հիշեցի։ Սա էլ նորից կրկնեմ, երեք էլ եմ սրա մասին խոսացել։ Ժորժ ջան, բերեք միշտ հիշենք, մեր զինվորը մեղք չի։ Եթե ինչ-որ մեկը գալիս այնց ասում է դու մեղք ես, ես ասում եմ մեղքը դու ես։ Մեր զինվորը մեղք չի, այս բան երբեք չասեք։ Մեր զինվորը հպարտ է, առյուծ է, կանգնած է, կյանքը կտա հայրենիքի համար։ Զինվորին խղճալու կարիք չկա, նա դեռ կարիքը չունի ձեր կամ իմ։ Զինվորը կարիք ունի մեր աջակցության։ Զինվորը կարիք ունի մեր լավ խոսքերի, մեր հպարտության իր մասին, հպարտության բացի հպարտությունից նա կարիք ունի, որ մենք մեր երկիրը սարքենք։ Զինվորը իրան ուժեղ ազգում, երբ որ լսում է, որ իր մոր, հոր, իր եղբոր տունը, իրանց փողոցը սարքվում է, դպրոց են սարքում իր եղբոր համար, ինքը սահման է պահում, պատճառ պետք է ունենա, մենակ հայրենիքը այդ գաղափարը չի, ինքը պետք է հասկանա, որ իր տունը, որը սարքված է, իր փողոցը, իր դպրոցը, իր հայրենիքը, որը սարքվում է, սիրուն տեղը, նա դա պաշտպանում է։ Եվ մի նայեք այս սուտի փրկիչներին, որ
գնում են ինչ-որ մի հատ թաքուն տեղ նկարում են, մենք պոստերից սենց զինվորը սուսիկ-փուսիկ իր առաջադրանքն է կատարում։ Այն Արզականցյանը այսօր տեսա կադրեր էր տեղադրել, այն որ ասում է, ախր այդ էշ մարդ այդքան էլ էշ կլինի այն մարդ։ Կադրեր է տեղադրել, ասում է, ես պոստերում եմ, բան եմ անում, նկարում, հետևը տեսնում ես Եվրո ռեմոնտով պատուհանները։ Սա իրան տղա, ասում ես կահավորված չի մեր պոստերը, ասում է Եվրո ռեմոնտ, կահավորված սիրուն պոստեր ունենք, թե Արզականցն է խաբում։ Այդ դրանց հետևանքով է, դրանց երեսից է, որ ասենք զինվորի այդ բանը թերախյուվել է, ասենք չենք հասկանում ինչ է, ոնց է զինվորը, մեկ ասում է զինվորը հաշ չունի, մեկ ասում է փոշ չունի, ամեն ինչ էլ ունի զինվորը չի բողոքում, դուք ինչ եք բողոքում։ Կանգնած է իր պոստում, իր վաշտում, իր եղբայրների, քույրերի կողքին, կանգնած կռիվ է տալիս։ Тереза насма, но Эдвинджа, если по мировым законам признаем нынешнюю территорию год, тогда мы не сможем потребовать остальное. Тереза ջան, ոնց որ ասեցի, ուժն է թելադրում։ Տես համաշխարհային օրենքի մասին ենք, չէ՞ խոսում։ Համաշխարհային օրենք։ Ուժեղները, հզորները, այդ օրենքը իրանց համար է աշխատում։ Օրինակը բերեցի Իսրայել։ Օրինակ բերեմ Ռուսաստան, Կրիմը վերցրել ասում է իմն է։ Եթե ասենք խելացի վարվեր կպահեր, հիմա չի կարալու պահի, որովհետև երկու օտով ծուղակ ընկավ։ Տես երկրներ կան, որ ասի չեն։ Այ հենց այդ է, դրանում է խնդրեմը, որ մենք 1000 տարի առաջ դա եկեղեցականները թագավորը որոշել է, որ բալանիները տանք ուրիշին, այսինքն մեր սուվերենությունը տանք ուրիշին, ուրիշը մեզ կառավարի, որ հանգիստ ապրենք։ Ու տեղից սկսել է մեր դժբախտությունը։ Մեր դժբախտությունը սկսել է տեղից։ Ու հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ հզորանանք։ Թեկուզ 20 տարի է պետք աշխատանք տանենք, հզորանանք, որ 20 տարի հետո ելնենք, ասենք, գիտես ինչ կա։ Այս հողը մերն է, թող գնաս տեղից։ Եթե չլսի, խփենք։ Ես միանշանակ ասում եմ, ես չեմ բանանում, եթե չլսի, խփենք։ Ոնց է ինքը խփում է։ Եկել է Թուրքի օգնությամբ, Ռուսի օգնությամբ, Ազիկան ասում է Զանգեզուր это наш։ Այնտեղ քարտեզներ են, այնտեղ տեսա, քարտեզներ են գծել, Հայաստանի կեսը կիսել են, ասում են это наш։ Այդ գիտեք ինչից է։ Իրան ուժեղ է կարծում։ Թուրքիան, Ռուսաստան, հայն էլ խեղճ այնտեղ նստել ասում օգնեք։ Թալանել է, չէ՞ Սերժն քոչը, 25 տարի թալանել են։ Այ ուժեղ լինենք։ Ես sense չեմ խոսա, որ սուսիկ, իմ ու լրիվ ուրիշ ձեր կխոսամ։ Ձեզնից ավելի շուտ կբղավեմ, որ գնանք վերցնենք այդ հողերը։ Արարած սարը բերենք, էսի անենք, ենի անենք։ Նենց որ փաստաթղթով ամրագրելը, որ Հայաստանի սահմանը սուվերեն է եւ այլն եւ գարանտիաներ ստանալ։ Տեսեք, սա է կարևորը։ Դու կարող ես փաստաթուղթ ստորագրես, այնա հրադադարը ստորագրել են, ոչ մեկ չի հետևում դա։ Բայց եթե դու գարանտիաներ ես ստանում, այդ փաստաթղթի հիման վրա Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, դա ուրիշ մի հատ բան է, մակարդակի վրա է։ Եվ համաշխարհային հանրությունը արդեն ասել է, որ մենք այդ գարանտիան կտանք, կերաշխավորեն, երբ որ դու հաստատես քո ամբողջականությունը եւ Ադրբեջանի։ Սա ես չեմ հորինում, սա ասվել է 96-5-ին, 6-ին։ Ես վերջերս դրա մասին խոսացվեց։ Մենք տեսեք Ամերիկան այնքան ուժեղ է աշխարհում, որը ինչ ուզում անում է։ Բառացի, ինչ մակ, ինչ բան։ Մենք չկանք այդքան։ Մենք պիտի հաշվի առնենք այդ համաշխարհային ատյանների դիրքորոշումները եւ հորդորները։ Երբ որ հիմա Նիկոլը դա ընդունել է, որ ասում էր այդ նշաձողը բարձր, ցածր եւ այլն, դրա մասին էր խոսում։ Հիմա նա հասկանում է ժամանակ է, մեզ պետք հզորանալ, ինվեստիցիաներ քաշել, տրանզիտ երկիր դառնալ, ուղղակի երկիր է պետք դառնալ, որը եթե հանկարծ սպառնա ինչ-որ վտանգ, որ այդ մնացած գարանտիա կանգնած ինվեստիցիա արած երկրները վատանան, որ ուղղակի շնչները կապ ընկնի։ Այդ դրան է տանում Նիկոլը։ Այդ ժամանակ մենք կլինենք ուժեղ։
Այդ ժամանակ մեզ զենք էլ կտան, մեզ ատոմային զենք էլ կօգնեն սարքենք։ Հավատացեք։ Բայց հասկանում եմ, իմ սրտից էլ արունեթում, երբ որ լսում եմ, որ ստորագրեն 29800 կիլոմետր, ես մտածում եմ, ինչի պետք է մինիմալ ասենք 40-60 հազար միջև սև ծով պետք է ճանապարհ ունենք, իհարկե, դա ես ուզում եմ։ Բայց ես թե հանգիստ Եվրոպայում նստեմ, ասես Հայաստանում հայերն ասեմ, գնացեք կռվեք, գնացեք Բաքուն վերցրեք, բան դա ես կարամ անեմ։ Բայց դա ստորություն է։ Մարդու կյանքը արժեք ունի Հայաստանում, ավելի շատ արժեք պետք է ունենա, ու չի կարելի ինչ-որ միտեղ նստած հրամաններ տալ, որ գնացեք ես արեք, այն արեք։ Եթե ես գնամ այնտեղ, սահման, գոռամ իմ ետևից, ես այդ իրավունք ունեմ, բայց ես այնտեղ եմ, չէ, իմ համար Եվրոպա հանգիստ նստած է։ Դրա համար մեծ խոսալու փոխարեն, ասենք փորձում եմ ռեալ կյանքը ներկայացնեմ ու ամենաճիշտ, ամենաստույգ որոշումը փորձում եմ բացատրել, որ դա է։ Նելին ասում է, եթե այս պահն էլ դիմանանք 10-15 տարիով Հայաստանը հզոր երկիր է դառնալու, Հայաստանի հետ բոլոր երկրների հաշվին նստելու։ Նելի ջան, իմ հաշվարկներով 17.5 տարի մոտավորապես 18 տարվա մոտ Հայաստանը ճանապարհ ունի գնալու, որովհետև մենակ հզորացումը չի փողով, մենակ բանով չի, ժողովրդի մտածելակերպը եւ որոշ բաներ կա պետքա փոխվի։ Ասած ամերիկացի next level մի մակարդակ պետքա բարձրանանք ու դրա համար մի նոր գեներացիա պետք է։ Այն երեխաները, որ հիմա ծնվում են, ու դրանց մեջ շատ կան զինվորներ, ովքեր մահացել են ու հետ են գալի, նրանց հոգին հետ է գալի, նրանք այդ Հայաստանում են ապրելու, այդ Հայաստանն են կերտելու։ Ու մենք դրա շանսը ունենք, ինչի, որովհետև ճիշտ ճանապարհի վրա ենք։ Երկրորդն էլ այս հանգամանքը կա, որին ուշադրություն չեն դարձնում շատերը։ Մեր կառավարությունը տարբեր մակարդակներով հիմա ներկայդրությամբ շատ երիտասարդ է։ Հիշում եք Փաշինյանը երբ եկավ, հները գոռում էին սրանք անփորձ են, փորձ չունեն, փորձառու չեն, երիտասարդ են։ 3-4 տարի հետո հիմա փորձառու են, բայց հələ որ երիտասարդ են։ Այդ Փաշինյանը ինքը 40-ական իր տարիքը 44, 45, 46 տարեկան է, եթե չեմ սխալվում։ Այսինքն այդ մարդը դեռ այդ 17-18 տարին իր գործունեությունը, եթե ոչ որպես վարչապետ, բայց ասենք ինչ որ օգտակար բաներ կարող անի։ Թմին մի հատ նայեք, Արարատ Միրզոյան, այդ Մակունց, Պապիկյան եւ այլն, ում նայում ես մեծ գերմեծամասնությունը երիտասարդ։ Նայում ես այոնա Թուրքիա, Մուրքիա, թեկուզ Պուտին, 60+, 70+, սատկելու վրա են։ Հայաստանը այդ պոտենցիալ ունի, այդ գեներացիան, որ ծնվել է 30-40 տարի առաջ, հիմա նրանք օպտիմալ աշխատանք են անում եւ օպտիմալ օգտակար են Հայաստանին, ու դա 20 տարի, 25 տարի մինիմալ լինելու է։ Իսկ այդ 20 տարվա մեջ, այս նոր գեներացիան, որ հիմա ծնվում է, սրանք սենց հասկացողություն կա, ես շատ բաներ կա չեմ կարող սենց բացատրել, իմ գեներացիան և Նիկոլի գեներացիան, դա ինդիգո կապույտ գեներացիա է, ասինք դա մի հատ վառ գեներացիա է, որը շատ դժվար ճանապարհներով է անցնում, բայց տանում է դեպի դիամանտե գեներացիային, ու այդ նրանք ովքեր հիմա ծնվում են, դա դիամանտյան գեներացիան է Հայաստանում։ Սրա մասին չեմ ուզում եւ չեմ ուզում խոսամ, ապագայում միգուցե երևի խոսամ, կտեսնենք, կապրենք, կտեսնենք, բայց այն գեներացիան, ովքեր հիմա ծնվում են եւ ծնվում են, դա մի հատ հրաշալի բան է բերելու Հայաստանին։ Հայ ազգին, դա մի հատ ուրիշ մի հատ մակարդակի համայն մարդկությանը նրանք առաջ են տանելու։ Ես երկար բարակ չեմ ուզում խոսամ այս թեմայի մասին, որովհետև ժամանակը չի հիմա, բայց հավատացեք, ճիշտ ճանապարհի վրա ենք եւ խոչընդոտներ լինելու են։ Դուք մի մտածեք, որ այս 2 օրը, 3 օրը պատերազմ եղավ, ել չի լինի։ Մի սխալվեք, այտենց կարող է վաղը պատերազմ նորից լինի։
Հասկանում եք։ Որտեղ մենք խնդրեմ ունենք, մենք լուծելու խնդիրները, որը պետքա լուծենք, չենք լուծել։ Տվել ենք 1000 տարի դարձինք, ասում ենք Կրեմլը կլուծի, ենի կլուծի։ Մենք պետք է լուծենք մեկ անգամ լուծում ենք հարցը վերջանում ամեն ինչ։ Եվ մնացած գեներացիաները եւ այդ հոգիները, որ վերադառնում են, արդեն այդ հարցը լուծած է, ամեն անգամ արդեն չեն առնչվի նույն խնդրի հետ։ 1000 տարի նույն հոգիները առնչվում են նույն խնդրի հետ ու մենք չենք լուծում դա։ Հիմա ժամանակն է լուծելու։ Այսինքն ասում ամեն ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ կա։ Բոլորն իմ համար բոլորն էլ մեկ են, ասեն ասում, ասե ջան, իսկապես այդպես է։ Տեսեք, այստեղ է սկսում իմ չհամաձայնվելը այն կարծիքի հետ նույնիսկ, որ ասում են թուրքը իմ երեխայի թշնամին է։ Պատկերացրեք ինչ Ես տեսել եմ գրառումներ, մարդը գրում է թուրքը իմ երեխայի իմ թորի թշնամին է, չգիտեմ, ինչ ջայլ երիտասարդ է գրում։ Երեխա չունի, թոր չունի, ասում է իմ թորան թշնամին է։ Եվ սա ասելով այնտեղ ես հասկանում եմ Թուրքիան մեծ թշնամի երկիր է, կառավարություն, նույնիսկ մեծամասնություն ժողովրդի, բայց միաժամանակ հասկանում եմ ցեղասպանության ժամանակ նույնիսկ թուրքեր են եղել, որ հայերին օգնել են, իրենց կյանքի գնով։ Այդ թուրքերին սպանել են հայերին օգնելու համար։ Այ Բորիս Ջոնսոնին գիտեք, Անգլիայի գիժը, սիրուն մազերը սենց խառը խշտիկ, իխլամախառ, դրա պապը թուրք է, հոր, հետը թուրք է, իր մաքուր թուրք, բայց նրան կախել են, որովհետև հայերին, պատճառներից մեկը հայերին օգնել է, 15-16 թվականներին։ Որոշ բաներ կա, որ ուղղակի չի կարելի, եթե ինչ-որ թուրք թեկուզ լինի, բայց հային օգնի, բանանը ես այդ համետ թուրքին սպանեմ, ես այդպես ստորություն չեմ անի։ Լավը, վատը, վատը։ Նորից ասեցի նույն բանը, չասեցի, որ Ռուսաստանը մեզ հիմա ներկա դրությամբ ավելի թշնամաբար է Ռուսաստանը, քան թե Ադրբեջանը կամ Թուրքիան, ես հստակ եմ ասում։ Չի թողնում ուղղակի, որ Հայաստանը շնչի։ Ես ինչ, եթե ռուսներին բռնեմ, ասեմ ռուսին թշնամին, հա։ Լավը, լավ, վատը, վատ, սենց պետք է առաջնորդվենք։ Ղեկավարություններ կան, մեր ընկերներն են, ղեկավարություններ կան, մեր ընկերները չեն, թշնամին են, շահերի հարց է, բայց ինդիվիդուալ մարդկանց առումով լավը, լավ, վատը, վատ։ Վարդուհի Խաչատրյան ասում է, Էդվին ջան, քեզ Քրիստինեին լսելուց հետո սիրտս մի այլ տեսակ հանգստանում է, Աստված օրհնի ձեզ։ Վարդուհի ջան, քեզ Աստված օրհնի, երկար կյանք տա, ես իմ ազգով, ձեզանով, իմ ժողովրդով միշտ հպարտ եմ, երբ որ ինչ-որ վատ բան է լինում իմ ժողովրդի հետ, կամ ժողովուրդը ինչ-որ վատ բան անում, որ համաձայն չեմ, նեղվում եմ, բայց երբ որ լավ բան եմ տեսնում, թեկուզ տեղ նստած, ես նայում եմ Հայաստանում իմ ժողովուրդը ուրախ է, ինչ-որ բան, ես ուրախանում եմ, ես հպարտ եմ ձեզանով, իհարկե ոչ միայն Հայաստանի հայերով, համայն հայությունով եւ հպարտ եմ, որ հայ եմ։ Ժորժա, ես մի քիչ ծույլիկ եմ, ես կարդում եմ դանդաղ, ուրեմն հետ եմ մնացել, հիմա բարձրացնում եմ վերև, տեսնում եմ բոլորը խնդում են, երևի ինչ-որ բան եմ ասել մի քիչ առաջ ծիծաղելի։ Անուշ Անտոնյան ասում է, Էդվին ջան, Կիրակի օրը Ստրասբուրգում ցույց պիտի անենք թուրքերի դեսպանատան մոտ։ Անուշ ջան, ինֆորմացիան ինձ ուղարկի, ես կփորձեմ տարածել, շատ կարևոր է, որ ցույց անելու Ջորջա, որ կոորդինացվի դա, որպեսզի շատերը իմանան, եւ շատ կարևոր է, որպեսզի ցույց արվի Ադրբեջանի դեմ, թուրքերի դեմ։ Ինչի եմ սա ասում, ահազանգեր եկանից, որ Ամերիկայում ցույց են արել 2 օր առաջ, 2-3 օր առաջ ցույց են արել թուրքերի դեմ, ասել են թուրքերի դեմ, ժողովուրդը հենց գնացել են այնտեղ, տեսել են ցույց են անում Նիկոլի դեմ։ Ընդհանրապես թուրքերի դեմ ոչ մի բան չի եղել։ Գնացել են այնտեղ, կանգնել են ու Նիկոլ են քլնգել։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարական տա։ Շատ կարևոր է, որ բացատրվի, ասվի, որ ինչի մասին է ու այո, Ադրբեջանի դիմաց պետք է ցույց արվի։ Մանավանդ այն երկրներում, այն համայնքներում, որտեղ
դեռ զարթում չեն, ասենք չեն դատապարտում։ Այ օրինակ Հոլանդիայում հիմա մենք մինիմալն ենք անում, որովհետև Հոլանդիան դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան եւ Հոլանդիան հայամետ երկիր է։ Նույնիսկ Հոլանդիայի պոզիցիան, որը իմիջիայլոց դեսպանի ստեղ մեր մոտի դեսպանի դերակատարությունն էլ կա, շատ լավ իրան դրսևորում է, մեր դեսպանատան թիմն էլ, Իխլամը արդեն 3 տարի է չի շնորհավորում Հոլանդիայի թագավորի ծնունդը։ Դա նրանից է, որովհետև թագավորն էլ ղեկավարությունն էլ Հայաստանի կողքին կանգնած են։ Եվ սրա մեջ այո, կա մեծ աշխատանք դիվանագիտության Հոլանդիայի եւ Հոլանդիայի հայերի։ Ու ամեն տեղ դա պետք է լինի, ցանկացած երկրում։ Եվ Ստրասբուրգը դա շատ կարևոր քաղաք է, ոչ միայն ինչ որ երկրի քաղաք, այլ Եվրոմիության կարևորագույն կառույցներից մեկը այնտեղ է եւ անպայման ուղարկի ինձ խնդրում եմ Մանուշ ջան ինֆորմացիան ես կհետևեմ ձեզ եւ կփորձեմ տարածել։ Կրիստինե Անդրեասյանը ասում է, այդպես նաև կսովորեն, որ այլ պետություն իրենց երկիրը չի պահելու, այլ իրենք են պատասխանատու իրենց որոշման համար։ Այդ ամենի հետ իհարկե սերը եւ հոգատարությունը պիտի լինի, բայց ոչ գերահոգատարությունը։ Կրիստինե ջան, միանշանակ համաձայն եմ։ Հայաստանի հայը, մանավանդ Հայաստանի հայը պետք է հասկանա, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է տերը իր երկրի անվտանգության եւ ինքն է տերը իր ապագայի։ Նույնիսկ մենք, որ մեր սրտով, հոգով դրսից սփյուռքը Հայաստանի հայ եւ Հայաստանի հետ ենք, մենք Հայաստանի ցավերը հերվից ենք զգում։ Եթե այնտեղ կրակում են ինչ-որ մեկին կպնում է, նա ֆիզիկապես զգում է, եթե այնտեղ սովա զգում է, հասկանում եք, մենք հերվից սրտներս է ցավում, օգնում ենք, բայց դու մենք այնտեղ չենք։ Սա հասկանալը պետք եւ Հայաստանի հայը դա պետք է հասկանա ու ոտքի կանգնի։ Ու Հայաստանի հայը աշխարհի ամենալավ կյանքը պետք է վարի, ամենաբարեկեցիկ, որպեսզի մենք նայենք նրան ու նախաձենք, բարի նախանձով, ասենք մենք էլ ենք ուզում ու հերթ կանգնենք Հայաստան գնալու համար։ Ու ես ձեզ վստահեցնում եմ դա տեղի է ունենալու։ Ու առաջի խումբը, խմբերը, ովքեր հերթ են կանգնելու, լինելու են Ռուսաստանի հայերը։ Միլիոնավոր, այդ որ ռուսը Պուտին ասում է 2 միլիոն ունենք, բան հանգիստ եղի Պուտին պապի, շուտով չեք ունենա այդ 2 միլիոնը։ Շատերը վերադառնելու են իրենց հայրենիք, որտեղ ավելի լավ է լինելու կյանքը, քան քո մոտ։ Հենց որ հանգիստ եղեք։ Ժորժան, ես Աստված օրհնի մեր ազգին ունեն ասում Ժորժան, բերեք այսքանով եզրափակենք։ Ես բոլորից շատ սիրում եւ հարգում եմ։ Ընդհանրապես բոլորին է վերաբերում։ Եթե երբեմն վրդովում եմ կամ էմոցիոնալ եմ եւ ինչ որ բան եմ ասում, որ համաձայն չէ կամ ինչ որ մեկին նեղացնում եմ, ես դա միտումնարավոր չեմ անում։ Ինձ հազար ներողություն։ Ես ուղղակի կարող եմ հազար ու մի բան կա անելու, վայելելու, ասենց ասեմ, ես տեղում եմ ապրում, որ կարող եմ գնամ ամեն օր վայելեմ, կաֆե, ռեստորան, չգիտեմ, ասենք ես եթերները չանեմ, ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունենամ, դա կարող եմ անեմ, բայց միաժամանակ չեմ կարող անել, որտեղ սիրտս ցավում է։ Մեր մոտ իմ նմանները շատ են, հավատացեք, որ Եվրոպայում շատ լավ ապրում են, բայց հանգիստ չունեն, որովհետև ապրում են Հայաստանի ցավով։ Դա ինձանից չի, Ժորժան, դա եկել է, ասենք իմ պապը պատմել է, իմ ծնողները ինձ պատմել են, ասենք ես հայ եմ մեծացել, ինչքան էլ ուզում աստեղ, ասենք հոլանդերեն խոսամ, գնամ հոլանդական ձևով, շատ բաներ կա հոլանդական ձևով էլ անում եմ, բայց ներսից ես հայ եմ, հասկանում եք, նեղվում եմ, երբ որ լսում եմ ցանկացած ինչ որ հայկական բան, որ վատ է այդ հայկականի հետ, ես նեղվում եմ։ Ու ես ուզում եմ իմ ազգին տեսնեմ լավ ապրող, հանգիստ ապրող, բարեկեցիկ կյանքով։ Իմ համար հաճելի կլինի, որ ես տեսնեմ իմ Հայաստանի քույրերին եւ եղբայրներին լավ ապրելով, որովհետեւ ես ինքս լավ եմ ապրում։ Ինչի պիտի իմ Հայաստանի քույրու եղբայրը լավ չապրի։
Ինչի պետք է նա մտածի, որ տղաս էսա մեծանա բանակ տանեմ կռիվ չգիտեմ ինչ, ինչի պետք է ասենք մտածի տան վարձը որտեղ կամ գործ չկա, ինչի։ Ու հիմա ժամանակն է, որ վերջակետ դնենք այդ ինչիներին ու ասենք Հայաստանի ապագան պայծառ է լինելու ու աշխատանք ենք տանում։ Ամեն մարդ իր ձևով, բայց դեպի առաջ։ Ժորժ ջան, ես ձեզ շատ սիրում եւ հարգում եմ, մնացեք բարով, Աստված ձեր հետ։